քանի որ Տրամպը բիզնեսմեն է եւ տրանզակցիոն է, եւ դա օգտագործում է իր դիպլոմատական գործիքակազմի մեջ, խոստանալով բիզնես գործարքներ եւ այլն, բայց եթե նայեք ամերիկյան ձեռնարկությունները արդեն դուրս են եկել Ռուսաստանից եւ դա ռիսկային է հետ գնալ, հաշվի առնելով, որ այդքան անկանխատեսելի քայլ արեց Ռուսաստանի ղեկավարը։ Այսինքն նույնիսկ եթե Տրամպը խոսեց բիզնես հնարավորությունների մասին, ես չեմ կարծում, որ դա հեշտ է լինելու վերականգնել։ Ռուսաստանի համար տնտեսական հիմնական շահը դա սանկցիաների թույլատությունն է, քանի որ սանկցիաները արդեն ազդում են Ռուսաստանի տնտեսության վրա։ Այսինքն, երբ որ Ռուսաստանը խոսում է տնտեսական հարաբերությունից, հիմնականում դա նկատի ունի, որ սանկցիաները վերացնեն։ Եվ այնքան խորը սանկցիաներ կան կիրառված, եւ դա է պատճառը, ցանկացած ամեն անգամ, արդեն երկրորդ անգամ, որ պիտի հանդիպում են միմյանց հետ, ամենաառաջի բանը, որ Պուտինը առաջ է քաշում, դա սանկցիաներն են։ Այսինքն, սանկցիաները հսկա ազդեցություն են ունեցել Ռուսաստանի վրա այն առումով, որ ռազմականացրել են տնտեսությունը, անշուշտ դա նաև պատերազմի պատճառով է, իսկ դա արդեն ինֆլյացիոն ռիսկեր ունի իր մեջ, շատ ինդիկատորներով արդեն Ռուսաստանի տնտեսությունը շատ լուրջ խնդիրների առաջ է կանգնած։ Այսինքն տնտեսական ինչ-որ խորը հարաբերությունների պոտենցիալ չեմ տեսնում, Ռուսաստանը հիմնականում անշուշտ շատ ռեսուրսներ ունի, բայց ես չեմ պատկերացնում, որ Ռուսաստանը ուղղակի այդ ռեսուրսները հանձնի Ամերիկայի Միացյալ Նահանգներին, եւ տնտեսական շահերը նաև չեմ տեսնում, պոտենցիալ չեմ տեսնում, թերևս սխալ եմ, բայց չեմ կարծում, քանի որ շատ ռիսկային ներդրումների իրավիճակի ստեղծված Ռուսաստանում եւ Տրամպը չի կարող ստիպել ամերիկյան ձեռնարկություններին, որպեսզի գնան Ռուսաստանի հետ բանակցություններ։ Շատ կարեւոր է հասկանալ, թե ինչ նկատի ունենք, եթե Ռուսաստանը այդ տարածքով մտավ կամ օգտագործեց։ Ընդհանրապես ես դա պոզիտիվ կգնահատեի, եթե Հայաստանի ինֆրաստրուկտուրաները, որ արդեն Ամերիկա, հատկապես հարավը, որ արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգների ուշադրության ուղիղ ներգրավվածություն ունի, որ դա չբացառի մյուս խաղացողներին։ Այսինքն, որպես փոքր պետություն, Հայաստանը պիտի կարողանա գերտերությունների բախումը կառավարել, սա շատ տարօրինակ է հնչում, թե փոքր պետություն ինչ քաշ ունի, որ կառավարել, բայց հիմա ասեմ, այդ հարցով հաջորդ գրքից վրա եմ աշխատում փոքր պետությունների եւ կասեի, որ սա հնարավորություն է տալիս Հայաստանին Վաշինգտոնյան համաձայնագրերով կառավարել գերտերությունների շահերի բախումը։ Ինչ նկատի ունեմ սրանով, այսինքն այն, որ Ռուսաստանը շատ բաց նեգատիվ չի արտահայտվել, քանի որ ինձ թվում է, որ հաշվարկներ ունի, որ կարող է այդ ճանապարհից օգտվել։ Եթե պատերազմը վերջացավ, ինչ որ ձևով տնտեսական կապեր վերականգնվեցին Ռուսաստանի եւ թերևս Արևմուտքի հետ կամ Թուրքիայի հետ, այսինքն դա չի հակասում Ռուսաստանի շահերին։ Ուղղակի Պուտինը եթե շարունակեց դա դիտել, անգլերեն ասում են zero sum, եթե Ամերիկան շահեց ու Իրանը ես կորցրեցի, պիտի կարողանա Ռուսաստանի դիվանագիտությունը, տնտեսությունը դա հասկանալ որպես նոր հնարավորություն Ռուսաստանի տնտեսությունը գլոբալ համակարգին ինտեգրված պահելու համար, քանի որ այդ ճանապարհը չի բացառում, այնտեղ որևէ բառապաշար չկա, որ բացառում է այս կամ այն երկրի հնարավորությունները օգտվել այդ ճանապարհից։ Եվ ես չեմ կարծում եւ դա դրական չէի համարի, եթե Վաշինգտոնյան համաձայնագրերը տարվեին այնպիսի ուղղությամբ, որ Հայաստանը բացառեր այս կամ այն բեռնատարը, եթե բեռնատարը Ռուսաստանից է գալիս, ուրեմն իրավունք չունի մտնել։ Այդպիսի լեզու ես չեմ տեսնում։ Իհարկե բեռները կարող են անցնել, խոսքը գնում է այնտեղ ներկա լինելու մասին։ Դա ես չեմ պատկերացնում, քանի որ Ռուսաստանը այդ թափը չունի, որ պարտադրի իր զորքը մտնել այդ տարածք, արդեն նա Ադրբեջանում էր խաղաղապահների տեսքով, բոլորը գիտեին, որ դրանք խաղաղապահներ չեն, եւ փաստորեն կարողացավ Ադրբեջանը դուրս մղել։ Էթնիկ զտումը կայացավ Ռուսաստանի խաղաղապահների ռուսական զորքի աչքի առաջ։ Միայն այդ փաստը բավարար է, որ լուրջ չընդունել
այն եզրույթները, թե ռուսական զորքը կմտնի Հայաստանի հարավ կամ Ամերիկայի Միացյալ Նահանգները թույլ կտա, ես դա չեմ ճիշտ բառը չեմ գտնում, չեմ բացառում, քանի որ ամեն ինչ հնարավոր է, բայց դրա հավանականությունը շատ քիչ է։ Շատ քիչ է հաշվի առնելով, թե Ռուսաստանը ինչպիսի անկում է ապրում որպես պետություն, որ որդեգրել է ռազմական գործիքակազմ, իսկ ռազմական գործիքակազմը այս ավելի բարդացող միջազգային տնտեսության մեջ ոչ էֆեկտիվ գործիքակազմ է իր չափի Ռուսաստանի չափի տերությունների համար, հաշվի առնելով, որ կա տնտեսական գործիքակազմ, փափուկ ուժ քո ազդեցությունը առաջ տանելու համար, հաշվի առնելով նաև, որ կանաչ էներգետիկ անցումներ դեռ դրա մասին, սովորաբար մենք չենք խոսում դրա մասին, որ նավթով այդ էներգակիրների կարևորությունը միջազգային համակարգում թուլանում է, չի վերանում, բայց թուլանում է։ Այսինքն այդ կամակորությունները, որ Ռուսաստանը միշտ անում էր, քանի որ նավթ ու գազ ուներ, դրանով կարողանում էր ճնշում գործադրել, արդեն այդ գործիքակազմը թուլանում է Ռուսաստանի համար։ Ռուսական զորքը Հայաստանի հարավում ընդհակառակը, բայց այստեղ Հայաստանի դիպլոմատիան պետք է, ես միշտ նշում եմ սա, պետք է կարողանա կառավարել թուլացող Ռուսաստանը այդ մայրցամաքում։ Ռուսաստանը չի աշխարհագրությունը չես փոխել։ Եվ բացի այդ հնարավորությունը, որ Ռուսաստանը ներսից պիտի փոխվի, ուշ թե շուտ դա պիտի լինի, դա ուրիշ հարց է, բայց այս պայմաններում սա շատ լավ գործիքակազմ է Հայաստանի ձեռքին կառավարել Ռուսաստանի հետ հարաբերությունները, Ամերիկայի հետ հարաբերությունները, Չինաստանի հետ հարաբերությունները եւ բարձրացնել այդ Հայաստանը որպես տրանզիտային երկիր, դրա կարևորությունը եւ ռեգիոնում եւ մայրցամաքում։ Սա 90-ականների 2000 թվի 2010-ական թվականների Ռուսաստանը չէ, եւ էլի, այսինքն, բայց միևնույն ժամանակ այդ անցումը պետք է կառավարելի լինի, այսինքն դա շատ անկանխատեսելի Ռուսաստանը անկանխատեսելի խաղացող է, բայց ենթադրում եմ, որ երևի թե այդ վախն է։ Մյուս ավելի կարևոր փաստ է այն, որ Ռուսաստանի կառուցվածքային առումով Հայաստանի տնտեսական համակարգի մեջ Ռուսաստանը դեռ շատ մեծ կշիռ ունի եւ եթե այդպիսի անցում պիտի լինի ոչ միայն Եվրասիական միությունից դուրս գալու խնդիրն է, որը դա Հայաստանի սուվերեն իրավունքն է, բայց դա պետք է ժողովրդի հետ քննարկվի, դրա շուրջ կոնսենսուս պիտի ձևավորվի, քանի որ մարդիկ կան, որ շահում են, այսինքն բիզնեսներ կան, որ կապված են Ռուսաստանից, այսինքն դրանք պետք է հասկանալ կառավարելի դարձնել այդ անցումը։ Բայց ես կասեմ, որ դա շատ ավելի մեծ գործոն է զգուշավոր լինելու Եվրոհամայնքին մոտենալու, Ռուսաստանի տնտեսությունից այդքան կախվածությունը, նույնիսկ ասում են, որ Վրաստանը ավելի դեպի Ռուսաստան է թեքվում, նրա տնտեսությունը ավելի կարծեմ թե Եվրոպայի հետ է ավելի խորը կապված քան թե Ռուսաստանի եւ նաեւ Ասիայի, Չինաստանի։ Մի հատ պիտի ուղղակի նորից ճշտեմ վերջի թվականները։ Այսինքն դա է շատ ավելի, դա քաղաքատնտեսական հարց է։ Եթե միանալու հարց կա, ինչ է դա նշանակում Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների ոլորտում, ինձ թվում է զգուշության կետերը դրանք են։ Ռուսաստանի կառավարելիության հարցը, որ Ռուսաստանը դա ծանր չընդունի, դա չի նշանակում Ռուսաստան Հայաստան հարաբերությունների խզում, ընդհակառակը դա վերադասավորում, դա հնարավորություն է տալիս Ռուսաստանին նոր ուղի ունենալ Եվրոհամայնք ապագայում հատկապես, երբ պատերազմը վերջացավ, բայց ավելի ռիսկային է տնտեսության կառուցվածքը։ Ես ենթադրում եմ, որ դրանք են Արարատ Միրզոյանի մտավախությունները։ Շնորհակալություն։